Նիկոլ Փաշինյանին թվում է, որ Ադրբեջանի համար մենակ կոմունիկացիաներն են դարձել պատճառ, որ Ադրբեջանը խուսափում է կամ հրաժարվում է կամ ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու։ Սիրելի բարեկամներ, 100 անգամ անդրադարձել ենք այդ հարցին, 100 անգամ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող ցույց տալ, որ Ադրբեջանը իր ռազմավարական ծրագրերից գեթ մեկից հրաժարվել է։ Երեք էլ Անկարայում Էրդողանի հետ ունեցած հանդիպան ժամանակ նա խոսել է Զանգեզուրի մասին։ Ենթատեքստերը պարզ են։ Ադրբեջանը, սիրելի բարեկամներ, մեզ հետ խոսում է ուժի լեզվով։ Վերջերս Թրամփի եւ Զելենսկու հայտնի հանդիպան ժամանակ արտահայտված որոշ մտքեր ինձ եւս բերեց մեկ անգամ այն համոզմանը, որ ուժային գործոնը արդի աշխարհակարգում հարցերը լուծելու ամենալեգիտիմ գործիքն է։ Ես չհասկանալ այս պարզ իրողությունը նշանակում է երկիրը ղեկավարել արկածախնդրությամբ, դիլետանտի մակարդակով։ Փորձել հասկանալ ու այդ հասկացածը չռեալիզացնել իրական օբյեկտիվ իրականությունը ուղղակի ինձ համար անհասկանալի է այս դեպքում ինչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը։ Ես հասկացել եմ ինչ խնդիր է լուծում։ Նա խաղաղության գաղափարը վաճառում է մեր ժողովրդի վրա։ Նա փորձում է վերարտադրվել եւ խաղաղության այդ բացարձակ այդ թանկ գաղափարը փորձում է մեր ժողովրդին վրա ծախել, փորձելով ստանալ, ակնկալել եւս մեկ ժամկետով վերընտրվելու շանս։ Բայց ինչի համար։